համացանցում այսօր տարածվեց այդ մետրոյի պատմությունը եւ տակներ մի հատ անպայման այդ բրթեցին մի հատ հերոս դրեցին, որ հանկարծ ժողովուրդը չխորտնի, հերոս կա այնտեղ, ցեն չանեք, այս հերոս բառին էլ հեսա կանդրադառնամ ու աղմուկը պայթեց։ Ու ոչ մեկ չի անդրադառնում, թե ինչից սկսեց այս վեճը։ Ընդամենը Հայաստանի Հանրապետության քարտեզը նվիրելուց։ Ուրեմն ասեմ բոլոր այն մարդկանց, ովքեր որ փորձում են խաղարկել։ Ուրեմն Հայաստանի քարտեզը դա մեր Հայաստանի պետականությունն է ու մերն է, էսա։ Ով որ հոժար չի, թող ուրեմն գնա, մեղմ եմ ասում, թող գնա տեղից։ Այդ ժողովրդինն է, այդ հայ ժողովրդի պատմական, ինչպես որ Փաշինյանն ասում, լեգիտիմ տարածքն է։ Եվ ուզում եմ մի շատ կարևոր բան շեշտադրեմ։ Հայ ժողովուրդը իր պատմության ամբողջ ընթացքում ապրել է իր պատմական հայրենիքում տարբեր ժամանակներում, տարբեր տեղերով։ Բայց այս Հայաստանը միակ տեղն է, որտեղ 4500 տարի է ապրում է հայ ժողովուրդը ու չի լքել այդ իր տարածքը։ Չի լքել, կռվել է, մարտնչել է, պարտվել է, արյուն է հեղել, հաղթել է, բայց մնացել է այդ հողի վրա։ Չի լքել։ Եվ եթե նայենք ամբողջ մեր պատմագրական շրջանը, ապա կտեսնենք, որ ամենահալածյալ տեղում է ապրել այդ ժողովուրդը, որտեղ ապրել է պարսկական իշխանության տակ, ոչ թե Օսմանյան Թուրքիայի, որտեղ լավ էր, պարսկական իշխանության տակ, որտեղ դարերով հալածվել է, բայց չի լքել։ Ու այսքան անհարգալից վերաբերվել մի հատ էլ ասել, այդ ինչ քարտեզ է որ։ Այդ այն քարտեզն է, որ աշխարհը ասում է Republic of Armenia։ Ինքը չի ասում Արարատը Republic of Armenia, ինքը չի ասում Մուշը ու Վանը, աշխարհը ճանաչում է Republic of Armenia հենց այդ տարածքը, որին որ դուք շատերդ հիմնականում Ղարաբաղից եկածներդ անարգում եք։ Դե բնական է, որովհետև ձեր համար էսի խոպան է եղել, դուք մոռացել եք, որ մենք գալիս կռվում ու զոհվում ենք, դուք եկաք ստեղ ու սկսեցիք մեզ լլկել։ Իմիջիալոս լլկել բառը գրական նշանակում է բռնաբարել։ Դուք մեր հետ տենց եք վարվել։ Փողոցում գայշնիկը կարար կանգնացներ մեքենան ասել ներսեք Աբովյանը պրոցիվ եք բարձրանում իշն ախուխա հսկանում չուս հուվա ու հելնեն գայշնիկին ծեծեն թե դու ով ես որ մեզ պրոցիվի կայնացնում ես դուք մոռացել եք որ կարեք բիզնեսը մարդու ձեռից խլեք ու Ղարաբաղցիա դա չի կարա ինչ ուզում ալնի կարեք ինչ ուզենայք Հայաստանում անեք Ղարաբաղցիա դրա համար Հայաստանը ձեր համար եղել է բան Ինչ պետություն է դիա, մի հատ տեղա, որտեղ պետք է կթենք իրան, ուրիշ ոչ մի բան։ Դուք տենց եք վարվել Հայաստանը, դուք հիմա էլ եք տենց վարվում։ Գիտեք, շնորհակալություն բառ գոյություն ունի, ժողովուրդ, շնորհակալություն, դա մարդու տեսակա ցույց տալ։ Երբ որ ասում ես շնորհակալություն, դիմացինը հասկանաս որ մարդ է, մարդկային արժեք ունի, մարդկային արժանապատվություն ունի։ Արա հանել են ձեր մեջից այդ բառը։ Չեք կարող մի հատ շնորհակալ լինեք այն ժողովրդից, որ այդ կյանքը տվել է ձեր համար։ Դուք Արցախը չեք ազատագրել, էլ Արցախը այստեղի ժողովուրդ, հայ ժողովուրդն է ազատագրել։ Այդ այն հայ ժողովուրդն է, որ մինչև Բերլին է գնացել հասել։ Այդ հայ ժողովուրդն է, որ այսօր ապրում է այդ Հայաստանի մեջ։ Դրա համար Աստված օրհնում է, նկատել եք, սիրելի ժողովուրդ, մի բան ասեմ ձեզ։ Քո տված հացը, որ տալիս ես բոլորի բերանին համը մնում է։ Քո աճեցրած միրգը, որ տալիս ես, այդ նույն ծիրանը բերում ենք, աճացնում են ուրիշ երկրում, այդ համը չունի։ Հայաստանում համով է։ Այդ նույն հացը ուրիշ տեղ թխում ես, մի տեսակ ինչ չի, Հայաստանի թխածը ուրիշ է, որովհետև օրհնություն կա, որովհետև այդ տեղի ժողովուրդը ինչ որ անում, սիրով է անում, սերով է անում, ձեզել ենք սիրով գրկել։ Գրկել ենք նույնիսկ այն ժամանակ, երբ որ մեզ անդադ ցավ եք պատճառել դուք։ Ես նորից եմ ասում, դուք մեզ ցավ եք պատճառել, սա դաժան իրականություն է, բայց մենք ձեզ սիրով ենք գրկել, սերով ենք գրկել, տալով ենք գրկել, ոչ թե վերցնելով, դերելը տալիս ենք, եւ ուղղակի անարգալից, այս պատմությունը հենց այդ բանից է դուրս եկել, այդ քարտեզը, այդ մեկ էլ հիմա ասում են արժանապատիվ կին, ինչ արժանապատիվ, ամոթ այդ կնոջը, ամոթ Ուզում է հերոսի մայրելնի, հա, իմիջիալոց այդ հերոսը ինչ եք սարքել հերոս, հերոս անունը բռնա բարեցիկ արդեն, ով մի հատ զենքով նկարվում է, հերոսա վերջ, հերոսա, աբա մենք որ ժամանակին ուզում եմ հիշացնեմ սիրելի ժողովուրդ,
93-94-ին, երբ որ մենք պատերազմի մեջ էինք, մենք ամաչում էինք հերոս անունը մեր վրա կրելու, հասկանում եք, ամաչում, որովհետև հերոսներ կային, որ մենք նրանց դեմ ոչ մի բան էինք կարա։ 6 ամիս կռվի դաշտում ենք, 44 օր չէ, 6 ամսից ավել։ Կռվի դաշտում ենք եղել, բայց հերոս անուն երբեք չենք փորձել մեր վրա վերագրելու։ Եվ նույնիսկ ասեմ, զոհվելուց հետո դեռ չգիտեիր դու կարժանանաս եռաբլուրին, թե չէ, որովհետև շատ խիստ էր Վազգենի կողմից դրած, դեռ հələ եռաբլուրին զոհվել դա դեռ չի նշանակում եռաբլուրում թաղվել։ Այն մարդիկ, ես գիտեմ մարդիկ, որ իմ բանում կան, կվկայեն, որ դա այդպես էր։ Բայց մի սարքել են հերոս։ Հիմա գանք այդ նկարին, դրեցին, հետո վախից հանեցին, թե հանել են, չեն անել, չգիտեմ։ Այդ ինչ սպիտակ պուրիով հերոսա, 93-ին սպիտակ պուրի է եղել, արա։ Այդ ով է կերել այդ սպիտակ պուրին 93-ին, երբ որ սա հայ ժողովուրդը հացի խնդիր ուներ։ Հացը չեկով ենել սև գույնի, վդրուկ հիմա զինվորը սպիտակ պուրիով կամ կամուֆլյաժի բան այդ ֆորմայով, արա շոր չունենք հակնենք, գնում ենք թուրքի տներից շորը վերցնում ենք, հակնում ենք, որ տկլոր չմնանք կռվի դաշտում։ Կոշիկ չունենք, սապոք էր, պարտյանքով սապոք էր, այդ էլ մաշվել էր, թուրքի տներից կոշիկներ էինք հանում հակնում։ Այդ ինչ բանա հերոսա, որ տենց մայկով ա եղել։ Ինչ նկարներ եք դնում, ինչ կողխսնում եք այս ժողովրդին, հանկարծ հերոսա ձեն չանես, ինքը ինչ ուզում ա կարա ասի։ Այդպես 25 տարի հերոս անունով մեզ լլկել եք, մեզ ինչ ուզել ալ, այսօր բոլոր ձեր հերոսները, Ղարաբաղի հերոսները միլիարդա տերեր եք, իսկ մենք, որ կռվեցինք ձեր համար, տենց էլի գիժ ու աղքատ մնացինք կարա։ Մի քանի հերոսի գիտեմ ժամանակին, որ մենակ լավ թալան էին տանում, հետո պարզվեց գեներալներ դարձան։ Պատերազմի դաշտում մի հատ թուրքի չեն տեսել։ Մենակ թալան են տարել, մենակ թալան, բայց գեներալներ դարձան։ Հերոսներ են, հիմա խոսացնում ես Արցախ, այնց մի հատ հուզական են դնում, Արցախի հերոս։ Ուզում ես արա որ այդ հերոսին Արցախ բառը գրել տաս չի իմանա խյովա թե ղյովա գրվում։ Հայաստանի բնակվող ժողովուրդը, այդ այն ժողովուրդն որ պահել է այդ հողը, նա օրհնված ժողովուրդ է, նա այն ժողովուրդն է, որ կռվել է թե ռուսի համար, կռվել է թե օտար ազգերի համար եւ կռվել է թե իր հողի համար, որ պայքարել է ու պահել է։ Օրհնված լինի Հայաստանի այդ փոքրիկ բայց օրհնված պետությունը, որովհետև աշխարհը այսօր 1000 տարի անց Գագիկ թագավորից դեռ այս կողմ 1000 տարի անց այդ Հայաստանն է ճանաչում։ Ուզեք թե չուզեք, սա է իրականությունը։ Ու օրհնված լինի Հայաստանի ներկայիս իշխանությունը, որովհետև գնահատում ու մեզ սովորեցնում է, որ սա պետություն է, հայրենիք չի, պետություն է, որի առաջ պետք է բոլորս հաշվետու լինենք։ Աստված թող օրհնի Հայաստանի Հանրապետությունը ու հայ ժողովրդին, մասնավոր Հայաստանի Հանրապետություն բնակվող։